Իրանը բավականին սերտ համագործակցում է վերջին շրջանում Թուրքիայի հետ, եւ հենց նրա հատուկ ծառայությունների միջոցով է կարողանում կանխել հիմնականում Իրաքից քրդական զինված ջոկատների ներթափանցումը Իրան, որոնք նպատակ ունեն ապակայունացնել վիճակը Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Թվով երկրորդ ջոկատի ձերբակալումն է իրականացվել Իրանի հատուկ ծառայությունների կողմից, որոնք օգտվել են իրենց թուրք գործընկերների ծառայությունից։ Բայց այստեղ կարևոր է մեկ հանգամանք։ Ըստ էության մենք պետք է փաստենք, որ Էրդողանը սրանով կարծես պարտքն է վերադարձնում Իրանի կառավարությանը։ Եթե հիշում եք, Իրանի կառավարությունը ժամանակին հայտարարություն տարածեց առայն, որ իրենք ապաստան են տվել Էրդողանին, երբ նրա դեմ հակաիշխանական միջոցառումներ էր ծրագրվում եւ հեղաշրջում էր ծրագրվում, եւ Իրանը տարածք էր տրամադրել, որպեսզի Էրդողանը այդտեղ հանգստանա, մինչեւ իրավիճակը երկում կկարգավորվի։ Հիմա կարծես Էրդողանը պարտքը վերադարձնում է։ Բայց այստեղ Էրդողանի հաշվարկը նաև բավականին սառն է, քանզի նա շատ լավ հասկանում է, եթե իրանական կառավարությունը տապալվեց, ապա մեծ հավանականությամբ Իրանում կարող են սկսվել կենտրոնախույս շարժումներ, եւ առաջին հերթին դա կարող են անել քրդերը։ Քրդական երկրորդ հնարավոր պետության ստեղծումը այս անգամ արդեն Իրանի տարածքում Էրդողանը թույլ տալ չի կարող։ Բացի այդ, կրոնական Իրանը բավականին կանխատեսելի գործընկեր է եւ չնայած դարված հարաբերություններին եւ ըստ էության բարդ հարաբերություններին, հատկապես Մերձավոր Արևելքում Պաղեստինի հետ կապված եւ Սիրիայի հետ կապված, ամեն դեպքում Իրան-Թուրքիա հարաբերությունները բավականին կառուցողական են եւ բավականին լավ զարգանում են։ Եվ այդ առումով Այաթոլլահն Էրդողանին ձեռնտու է Իրանի Իսլամական Հանրապետությունը, քան թե նոր Իրանը, որի ուղղությունը լինելու է անհայտ եւ բացառված չէ, որ նոր Իրանը կարող է նաեւ արևմտյան երկրների համար նոր բազա դառնալ, այս անգամ արդեն Մերձավոր Արևելքում իրավիճակը վերջնականապես իրենց հսկողության տակ վերցնելու համար։ Սա Էրդողանին պետք չէ։